Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում վարչապետի աշխատակազմի ղեկավար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայք Հարությունյանն է, բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Պարոն Հարությունյան, վերջին օրերին իշխանության եւ մի շարք բարձրաստիճան հոգեվորականների, այսպես հեռակապայքարը նոր թափ է ստանում։ Ինչ դիտարկումներ ունեք, հատկապես մի քանի բարձրաստիճան arczepiskoposների հայտարարությունից հետո, նաեւ երեկվա Արշակ Խաչատրյանի ասուլիսը, երբ փաստորեն նշում է, որ ոչ ինքն է հեռանալու, ոչ կտրիչ Ներսիսյանը, ինչպիսի հանգուցալուծում եք ակնկալում։ Նախ այդ ձևակերպումը, որ իշխանության եւ arczepiskoposների կամ բարձրաստիճան հոգեվորականների միջև հակամարտություն կա, չկա այդպիսի հակամարտություն։ Կա հայ առաքելական եկեղեցու հոտի ընդվզումը ընդդեմ հոգևոր իշխանության ամենաթողության։ Եվ դա պետք է հանգուցալուծվի, որովհետեւ ինչպես ասել ենք, հայ առաքելական եկեղեցին մեր բարոյական կերպարն է եւ այդ բարոյական կերպարը պետք է մաքուր լինի եւ հետեւաբար մայրաթոռում պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք օրինակ կծառայեն մեզ բոլորիս եւ նաեւ այդ ուսմունքին հաղորդակից կդարձնեն բոլորիս։ Ցավոք սրտի վերջին տասնամյակներում հատկապես Գարեգին առաջինի մահվանից հետո մեր հոգևոր դասը գնալով դեգրադացվել է, ընկղմվել է տարբեր արատավոր երևույթների մեջ, ըստ էության մաս է կազմել 90-ականներից ձևավորված հանցավոր ռեժիմների կամ առնվազն չի ընդվզել այն ապօրինություններին, իրավունքների խախտումներին, որոնք կային համատարած մեզանում, սկսած սպանություններից, սկսած մարդու իրավունքների խախտումներից, սկսած հոտի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներից եւ այլն, եւ դա հանգեցրեց մի իրավիճակի, երբ որ այլևս հնարավոր չէր հանդուրժել նման երևույթները։ Հանգուցալուծումը պարզ պետք է լինի, կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, եւ նա հեռանալու է։ Եվ թե դա ոնց տեղի կունենա, կապված է նաեւ կտրիչ Ներսիսյանից, որովհետեւ նա պետք է գիտակցի, որ այս կերպ նա մեծ հարված է հասցնում հայ առաքելական եկեղեցուն իր այդ կերպարով բազմելով հայ առաքելական եկեղեցու հովվապետի աթոռին։ Եվ հետեւաբար նաեւ եզրակացություններ պետք է անի այդ ամեն ինչից, իհարկե arczepiskoposներն ու եպիսկոպոսները, որոնք կոչով դիմել էին նրան եւ ասել էին, գրել էին իսեր եկեղեցու եւ իսեր ժողովրդի, ես արդ եմ ունեցել հանդիպելու կտրիչ Ներսիսյանի հետ։ Այս մարդը սիրո հետ որևէ կապ չունի, որևէ։ Այս մարդը ընչաքաղց եւ նեղ անձնական եւ ընտանեկան շահերով ուրեմն առաջնորդվող մարդ է, ինչ եմ ասում ընտանեկան, որովհետեւ քիչ առաջ մի նկար էի նայում եւ եկան եզրակացության եղբայրը բարձրաստիճան հոգեվորական, քրոջ որդին թե եղբոր որդին բարձրաստիճան հոգեվորական, իրancs գյուղացիք բարձրաստիճան հոգեվորականներ։ Դուք պատկերացնում եք, ասենք մեր ընտանիքի անդամները ոչ մի բան չեն անում, հետապնդվում են լրագրողների կողմից։ Բայց այս ընտանիքը եւ այս ցեղը ինչի՞ չի հետապնդվում լրագրողների կողմից եւ այսպես ասած ընդդիմադիրների կողմից, ասել է, ինչ է կարել այս եկեղեցու հետ, ուզուրպացրել եք ամբողջությամբ ձեզանով մեր եկեղեցին եւ սա անթույլատրելի է եւ դա օրինակներից մեկն է, թե ինչու իրանք իրենց ցեղով այլևս չպետք է լինեն եկեղեցում։ Երբ կլինի այդ հեռացումը ձեր կարծիքով, ինչու, որտեվ ասում են, որ օրինակ ինքը կսպասի մինչեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, հույս ունենալով, որ դուք այլևս իշխանության չեք լինի եւ ինքը իր, այսպես ասած, կոմֆորտ զոնային կվերադառնա։ Ինքը շատ լավ գիտի, որ քաղաքացիական պայմանագիրը 26 թվականին շատ մեծ շանսեր ունի վերընտրվելու եւ ամենամեծ շանսերն ունի եւ չեմ կարծում այդքան
չի ասին անխելք մարդ է, խելացի մարդ է եւ կարծում եմ խելքը այդքան հասնում է, որ գիտակցի, որ 26-ի հունիսը ոչ մի բան չի փոխելու, բայց կարծում եմ այն process-ները, որոնք արագացել են եկեղեցու ներսում, նպաստել են, որպեսզի հանդիսալուծումը հնարավորինս արագ լինի։ Բարձրաստիճան arczepiskopos-ներից խոսեցինք, որոնք որ փաստորեն պահանջում են նաև իր հրաժարականը, նշելով, որ փորձում է Արշակ Խաչատրյանին սրբագրել, նրա մեղքերին որևէ ուշադրություն չի դարձնում, բայց ձեզ ուղղված քննադատությունների թվում է նաև այն հանգամանքը, որ օրինակ այդ եպիսկոպոսների թվում են Ավասարդ Կճոյանը, ով նախկին իշխանությունների հետ է ասոցացվում, մի շարք սկանդալներ, Բենթլիից սկսած մինչև օֆշորային հաշիվներ, Տիգրան Սարգսյանի հետ իր կապը նախկին վարչապետի, ինչպես կարձագանք եք սրան, որ օրինակ նույն այդ լրագրողները, դիմախոսները։ Շատ պարզ։ Ես պետք է նայենք այս պահին ինչ խնդիր ունենք եւ ինչպիսի խնդիրներ ունենք եւ դասենք դրանց ըստ կարեւորության։ Եվ կարծում եմ, որ Կտրիչ Ներսյանի հեռանալը ամենակարևոր խնդիրն է, որ պետք է լուծվի։ Եվ նաեւ պետք է արձանագրեմ, որ այո, կարող է նախկինում տարբեր մարդկանց հետ տարբեր հարցեր են կապել, դրանք ունեցել են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հիմքեր, բայց մարդիկ քայլ են արել եւ պետք է կարծում եմ գնահատել այդ քայլը։ Գնահատել, որովհետև նրանք էլ են արձանագրել, որ եկեղեցում լրջագույն խնդիրներ կա եւ դանակը հասել է ոսկորի։ Եվ նրանք իրենք են կարծեմ նույնիսկ հայտարարել, որ իրենք էլ են մեղավոր։ Անմեղ մարդ չկա։ Եվ պետք է կարևոր խնդիրները այս պահին անկարևորներից զատել եւ նաեւ գնահատել նրանց քայլը։ Մարդիկ ասել են, որ այո, այն օրակարգը, որ այսօր կա օդում կախված, եկեղեցու նորոգումը, այո, իրենց օրակարգն է։ Եվ հետեւաբար դա գնահատանքի արժանի քայլ է։ Եվ ես սա կպատասխանեմ լրագրողներին, այն լրագրողներին, որոնք արդեն տևական ժամանակ է ամաչում են կամ տարբեր կոնյունկտուրային իրավիճակներից ելնելով իրենց շահերից չի բխում, մի հարց տալ։ Գարեգին երկրորդ ավազանային անունով Կտրիչ Ներսիսյան, ավազանը չէ, Կտրիչ Ներսիսյանն է, հոգևոր անունով մեկին։ Նա դու զավակ ունես, թե ոչ, որը մեկ էս հարց չի տալիս։ Դե մենք ասում են դա ամենակարևոր խնդիրը չէ, օրինակ երեք Արշակ Խաչատրյանին էի լսում, ասում էր ամենակարևոր խնդիրը մեր սահմանները ամրանում են նրանից, որ ենթադրյալ երեխաներ կան օրինակ։ Այս դիսկուրսն են փորձում դա շատ պարզ պատասխան ունի։ Երբ որ ցանկացած բարձր պաշտոնի գնում ես, կապ չունի դա աշխարհիկ պաշտոնա թե հոգևոր է, եթե դու գնում ես օրենքը խախտելով, դու աղետ ես դառնում տվյալ պաշտոնում։ Մենք այդ աղետը օրինակ տեսել ենք 98 թվականին, երբ որ հարց էր դրվում, թե Ռոբերտ Քոչարյանը ունեցել է քաղաքացիություն, թե չէ։ Եվ առաջին քայլով խախտելով, մենք տեսանք, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ աղետ բերեց Հայաստանի Հանրապետությանը, օրենքների, իրավունքների խախտումներով, ընտրական կեղծիքների, օլիգարխիայի ձևավորմամբ եւ այլն եւ այլն։ Հիմա մենք դա տեսանք նաեւ այս մարդը առաջին իսկ օրվանից ըստ էության խախտումով է նստել կաթողիկոսի աթոռին եւ ինչ աղետներ բերեց մեր եկեղեցու մենք այսօր ենք տեսնում։ Դրանք անընդհատ բացահայտվում են։ Դեռ պատմության ընթացքում դա լավ հարց է, ինչու այսօր։ Որտեւ 8 տարի ասում են իշխանության եք, այդ խնդիրն էլ, որ ինքը երեխա ունի, բիզնեսներ ունի, մենք լսում ենք։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր խնդիր իր լուծման կուլմինացիաներին է հասնում պատմական տարբեր ժամանակահատվածներում։ Եվ պատմությունը նաև կգրի ապագա, որ թերևս սա էր այս խնդրի լուծման պատմական պահը։
Շատ լավ, դուք լրագրողների մասին եք խոսում նաև ընդդիմության, որոնք օրինակ այդ հարցը չեն բարձրաձայնում, եւ ընդհանրապես ձեր կամ քաղաքացիական պայմանագրի մյուս անդամների Facebook-յան գրառումներից բարձ է դառնում, որ օրինակ կա մի մեծ լրագրողական արշավ օրինակ իշխանությունների դեմ, բայց օրինակ նույնը չկա ընդդիմության ներսում, ընդդիմադիրների հետ կապված իրենց կողմից։ Ես օրինակ շատ եմ նա միջազգային մամուլը ընդհանրապես եւ ինձ համար կոնկրետ Հայաստանը առանձնանում է նրանով, որ իշխանությունները շատ ավելի քիչ լրատվամիջոց ունեն, քան ընդդիմությունը։ Օրինակ տարածաշրջանում որևէ երկրում այդպես չի։ Հիմա դուք 8 տարի իշխանության եք, նորից շեշտեմ, ինչու չունեք այդքան, ինչու եք քարոզչության դաշտում զիջում, որովհետև դա ակնհայտ է, որ օրինակ շատ մեծ գումարներ ու ռեսուրսներ է ներդնում ընդդիմությունը, մանավանդ այս փուլում նախընտրական շրջանում, բայց քարոզչական դաշտում իշխանությունը շատ ավելի թույլ է։ Դա իմ կարծիքն է, գուցե կկիսեք կամ ոչ։ Ես այդ կարծիքը չեմ կիսի, ասեմ ինչու։ Եթե մենք ինֆորմացիոն դաշտում զիջող ենք, ապա մենք չենք ունենա 21 թվականի ընտրությունների հաջողությունը, 22 թվականից սկսած, 22-23 թվականի երկրի ներսում սկսած շարժումների առումով նրանք կունենային հաջողություններ, որտեղ եւ 23 թվականի Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերից հետո տեղի ունեցած իրադարձությունների առումով իշխանություն չէր կարող այդ ամեն ինչը հանդարտ տեսնել, եթե զիջած լիներ ինֆորմացիոն դաշտում, որովհետև այսօր ինֆորմացիոն գործիքները թերևս շատ ավելի հզոր են, քան այլ գործիքներ։ Եվ հետևաբար իշխանությունը ունենալով քիչ գործիքներ, դրանք արդյունավետ է օգտագործել։ Այսօր երբ որ Մոլդովայի օրինակից են խոսում, եւ շատ են խոսում, ես միշտ տարբեր գործընկերների, նաեւ միջազգային գործընկերների բերում եմ 21 թվականի օրինակը եւ ասում եմ, որ ինչ որ տեղի էր ունենում Մոլդովայում հիբրիդային վտանգների եւ հիբրիդային ինֆորմացիոն պատերազմների առումով, մենք դա վաղուց անցել ենք, անցնում ենք եւ երևի կանցնենք։ Եվ դա չեմ ասի, որ 100% հաջողությամբ, բայց որոշակի հաջողություններ ունեցել ենք իմ նշած հանգամանքներից ելնելով եւ իմ նշած հանգամանքները հանգուցալուծելու արդյունքում։ Իսկ այս փուլում ձեր կարծիքով նույն իրավիճակն է, ինչ 21 թվականին, որտեղ հիմա օրինակ օլիգարխ է հայտնվել դաշտում ռուսաստանցի օլիգարխ, որը ահռելի չափով ռեսուրսներ է հենց մեդիայում ներդնում, քարոզչական տիրույթում, ու մենք 6 ամիս ժամանակ ունենք մինչև ընտրությունները։ Մի փոքր չեք թերագնահատում այս ռեսուրսների հնարավորությունը։ Չեմ թերագնահատում, եւ մենք իրականում այդ ինֆորմացիոն դաշտի հիբրիդային վտանգները տեսնում ենք։ Եվ աշխատում ենք այդ խնդիրները հասցեագրելու ուղղությամբ եւ նաեւ մեր գործընկերների հետ ենք համագործակցում ընդ որում այս հիբրիդային վտանգները պատուհաս են դարձել ոչ միայն Հայաստանի համար, այլ աշխարհի գրեթե բոլոր երկրների համար, բոլոր անխտիր։ Եվ հիմա իհարկե այս բաց մեդիաների դաշտում երբ որ սոցիալական ցանցերը շատ մեծ նշանակություն ունեն, ըստ էության եւ մի մարդը դարձել է մեդիա, որովհետեւ մի մարդը կարող է մի բլոգ բացել, կամերան վերցնել, կամերան չէ, հեռախոսը միացնել, ձայնագրել իր ուղերձը եւ ավելի շատ ազդեցություն ունենալ ինֆորմացիոն դաշտի եւ հասարակության վրա, քան մնացած բոլոր մեդիաները օրինակ միասին վերցված։ Եվ իրականում այո այդ վտանգները կան այս բացության հետ կապված, բայց պետք է սովորել դրա հետ ապրել եւ այդ վտանգները չեզոքացնել։ Ես գիտեմ, որ ռուսաստանցի օլիգարխի կողմնակիցները հսկայական գումարներ են ծախսում ինֆորմացիոն դաշտում, գնում են բազմաթիվ անտեր մնացած էջեր սոցիալական ցանցերում, բայց դա իրանց չի օգնելու, ասեմ ինչի, որովհետև իրենք գնում են մեռած էջեր, որոնք փորձելու են վերակենդանացնել փողով, բայց փողը այո ազդեցություն ունենում է, բայց միշտ չունենում այն ազդեցությունը, ինչ ունենում է կենդանի խոսքը, եւ ես միշտ
օրինակը բերում եմ, դու կարող ես գնես 100 հատ edge մեռած, ինչ որ մի fake լուր դնես այնտեղ, միլիոնավոր դրամներ օրական ծախսես այդ fake-երի վրա եւ օրինակ Ռուբեն Ռուբինյանը երեկոյան մտնի եթեր 30 վայրկյան ասի, որ դա fake է եւ ինչու է fake եւ իրենց այդ ամբողջ միլիոնները օրվա ընթացքում ծախսած գնան ընկնեն աղբը։ Բայց հերքում այդքան մեծ ազդեցություն ունենում է ձեր կարծիքով տարածում, քան օրինակ սկզբնական լուրը։ Fake-ը ունենում է իր ազդեցությունը, բայց նաեւ այդ fake-ին պետք է հակազդես նաեւ ոչ միայն հերքումով, այլ քո դրական ասելիքով, որովհետեւ այսօր մեր հանրությունը գրագետ դրական ասելիքի կարիք ունի։ Կարծում եմ մեր հասարակությունը հոգնել է հայհոյախոսությունից, որ կա դաշտում։ Դուք նաև էթիկայի կանոնագիրք եք ընդունել, ներողություն, որ ընդհատեցի, հենց դրա հետ կապված, որ հայհոյանքին եւ վիրավորանքին նույն կերպ չեք պատասխանելու եւ վարչապետը այսօր առավոտյան հորդորում էր նաև քաղաքացիներին սա չընկալել որպես թուլության նշան։ Բայց երբ այդչափ մեծ են հայհոյանքները, վիրավորանքները, ապատեղեկատվությունը, արհեստական բանականության դարում ենք ի վերջո ապրում այդքան մեծ հոլովակների պատրաստումը, ինչպես է հնարավոր հակազդել այնպես, որ հակակշռի գոնե։ Փարաջանովը ասում էր ես իմ վրեժը աշխարհից կլուծեմ սիրով։ Մենք մեր վրեժը ապատեղեկատվությունից կլուծենք բարի, գրագետ, պոզիտիվ խոսքով։ Նաև Արևելյան գործընկերության անդամ երկրներին Եվրամիության կողմից դրամաշնոր է հատկացվելու։ Հայաստանի մասով նշվում է հատկապես 2026 թվականի ընտրություններին առաջ հիբրիդային գրոհների, հիբրիդային պատերազմի դեմն առնելու համար։ Ինչ է սա նշանակում։ Կա արդյոք Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ, որտեղից է գալիս այդ հիբրիդային պատերազմը եւ այս գումարները ոնց եք ծախսելու։ Իհարկե, ես նախատեսում եմ հիբրիդային վտանգների մասին առաջիկայում մի քանի կարճ ռիլեր սարքել եւ պատմել մեր հասարակությանը, թե որոնք են դրան, որ եւ շատերը երևի չեն էլ գիտակցի, որ ամեն օր կամ ամեն ժամ բախվում են հիբրիդային գրոհներին։ Այո, Հայաստանը, ինչպես արդեն ասացի, իրականում 18 թվականից սկսած Հայաստանը բախվում է հիբրիդային հարձակումների հետ։ Եվ ես ինքս իմ օրինակից կարող եմ բերել, երբ որ ես 18, 19, 20 թվականներին նախարար էի եւ մեծ ռեֆորմներ էի նախաձեռնել, այդ թվում առարկաների միավորում, օրինակ եկեղեցու պատմության եւ Հայաստանի պատմության առարկայի միավորում, որովհետեւ ես կարծում եմ եւ վստահ եմ եւ դա այդպես է, որ եկեղեցին մեր ժողովրդի եւ մեր պետության պատմության մի մասն է եւ անհրաժեշտություն չկա ունենալ առանձին հայ եկեղեցու պատմություն եւ Հայաստանի պատմություն եւ դա այսպես առաջին ծիծեռնակներից էր, որ մեր պետությունը եւ մեր իշխանությունը ցանկացած քայլի դեպքում բախվել է հիբրիդային հարձակումների։ Շատերը կհիշեն, թե դա ինչպիսի դրսևորումներ էր ունենում 18, 19, 20 թվականներին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դեմ։ Օրինակ, երբ որ մենք փոխում ենք չափորոշիչները եւ այն քրյա օլիգարխիկ համակարգի տասնամյակներ գոյություն ունեցող չափորոշիչների փոխում ենք եւ հիմքում դնում ենք մարդուն եւ քաղաքացուն։ Եվ ենթարկում ենք հիբրիդային հարձակումների, որովհետեւ այն չափորոշիչը ձևավորում էր այնպիսի մարդ, որը պետք է նախկին քրյա օլիգարխիկ համակարգ էր, որ դու չափորոշիչը հիմա փոխում ես, դու շանս չես թողում, որ Հայաստանում կլինի այնպիսի քաղաքացի, կդաստիարակվի այնպիսի քաղաքացի, որը հիմք կլինի, որ այդ քրյա օլիգարխիկ համակարգը վերադառնա։ Եվ մեր նախարարությունը օրինակ արդեն 18 թվականից մեծ հարձակման էր ենթարկվում։ Եվ դա հետո աճեց տարբեր ոլորտների, հետո COVID-ի ժամանակ դա զարգացավ, պատերազմի ժամանակ, պատերազմից հետո 21 թվականի ընտրություններին տարբեր ուրեմն արքեպիսկոպոսների եւ վազող քաղաքական գործիչների շարժումների ժամանակ դա տեղի ունեցավ, այսինքն մենք ըստության
շունչ չենք քաշել 18 թվականից հիբրիդային հարձակումներ դեմ հարձակումներին հակազդելու, բայց որոշ հաջողություններ ունեցել են։ Հիմա Ռուսաստանից են ավելի շատ այդ հարձակումները ձեր կարծիքով ու ինչու են ամենակարևորը այդ հարձակումները, օրինակ շատ էր խոսվում այն մասին, որ Ռուսաստանն այդպես էլ չընկալեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, որ այն ընթացքը, որ Հայաստանը որդեգրել է եւ գնում է, Ռուսաստանի սրտով չէ։ Արդյոք հիմա այդ իրավիճակն է եւ դրա համար է նաեւ հիբրիդային գրողները Ռուսաստանից եկող։ Ես չէի ասի, որ դա մի կենտրոնից է գալիս։ Այո, մենք ռուսական համացանցային տիրույթում տեսնում ենք, որ այո, այնտեղից շատ կոնկրետ եւ շատ հուժկու ուղղորդվող հարձակումներ կան մեր իշխանության դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ, բայց դա միայն հյուսիսից չի։ Եվ շատ տարբեր ուղղություններից է։ Եվ հիմա իհարկե այդ հարձակումներին միացել են տարբեր նորահայտ քաղաքական խմբակներ Հայաստանի Հանրապետության ներսում, որոնք դրսերում տարբեր խմբեր են ֆինանսավորում եւ նոր հիբրիդային հարձակումների, այսպես բաներ են ստեղծում, օջախներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության դեմ եւ տեսել եք այդպիսի օջախներ, ասենք օրինակ Ֆրանսիան իր օգտագործված ուրանը բերելու է եւ թաղի Տավուշում։ Աբսուրդ, որը այդ հիբրիդային գրողներից մեկն է։ Եվ այդպիսի տարբեր, ասենք, Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ բնակարաններ ունեն այսինչ երկրներում։ Այո, վարչապետը կինը, բայց ձեր դիտարկմամբ Ռուսաստանին ամեն դեպքում այստեղ փոփոխություններ պետք իմ հարցն այն կոնտեքստում էր, որ այդպես էլ օրինակ Հայաստանը մինչև հիմա խորթ է մնում այն ինչ տեղի ունենում Հայաստանում ու շատ փորձագետներ օրինակ նշում են, որ շատ ցանկալի կլիներ իրենց սրտով մի թեկնածու լիներ, վարչապետ լիներ, քան օրինակ այսօրվա իշխանությունները, որոնք օրինակ խաղաղության պայմանագիրը ոչ թե Ռուսաստանի միջոցով է փորձում իրականություն դառնալ, այլ արևմուտքի եւ ընդհանրապես մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները կարծես այս տարիների ընթացքում փոխվել են։ Ցանկացած պետություն պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունում մի իշխանություն է, որը ատամներով պայքարել է այս պետության ինքնիշխանության, պետականության ամրապնդման, սահմանների անձեռնմխելիության համար։ Եվ ելնի իր քաղաքականություններում այս ուրեմն ելակետից։ Եթե չի ելավ, դա իրենց խնդրեմն է դառնալու։ Հիմա ակտիվ ներքաղաքական շրջան է ընտրությունների պատրաստության առումով նաև, թե նաև կուսակցության ներսում ունեք 380 անձ, ովքեր որ առաջադրվել են, ես հարցազրույցից առաջ եմ այս թիվը ճշտել, եւ 40 անկուսակցական անձ, ինչպես է այս շրջանը օրինակ պատկերացնում նախընտրական կուսակցության ներսում, նաև փոքր կխնդրեմ մանրամասնել, ինչի վրա առաջնահերթությունները հիմնված լինելու։ Դե մենք հայտարարությունը տարածելիս արդեն ասել ենք, որ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է լինեն գրանցումներ, մինչև նոյեմբերի 30-ը, այսինքն առաջադրումները, եւ դեկտեմբեր ամսվա ընթացքում վարչությունը տարբեր մեխանիզմների միջոցով կհաստատի տեխնացուներին, ոմանց կարող է եւ չհաստատել, ինչ հանգամանքներից ելնելով։ Եվ այնուհետև արդեն, ինչպես արդեն ասել ենք, process կիրականանա Հայաստանի Սահմանադրության ընտրական օրենսգրքի համապատասխան արդեն վերջնական համաժողովը կձևավորի ցուցակը, կհաստատի ցուցակը եւ կգնանք արդեն ընտրությունների, դա իրականում դեռ երկար process է, որովհետեւ այո 380 տեխնացուն շատ է։ Օրինակ նախկինից կան դասեր քաղած, այսպես նշեմ, որովհետև ձեր ցուցակում պարբերաբար հայտնվում են մարդիկ, հետո դուրս են գալիս տրամաբանորեն հակառակ ձեր որդեգրած քաղաքականության հայտարարություններ են անում, հայտնվում են հակառակորդ ճամբարում, օրինակ կարող ես ինչ-որ հարցերում համաձայնություն չունենալ դուրս գալ, բայց տրամաբանորեն այլ տեղ հայտնվելը մի փոքր այլ բանի մասին է խոսում։ Գիտեք, երբ որ դու ուզում ես ներառականություն ապահովես եւ նոր մարդկանց մուտք ապահովես քաղաքականության մեջ եւ հետեւաբար եւ գործ ունես տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց հետ դու ընդհանրապես երաշխավորված չես
որ 1, 2, 3-ը կարող է խնդրեմ ստեղծեն այդ առումով։ Եվ միայն այն պատճառով, որ մտածես, որ նոր եկող մարդիկ կարող են խնդիրներ ստեղծել, եւ չգնաս այդ քայլը, դա մեծ խնդրեմ է ստեղծելու իշխանության համար, որովհետեւ իշխանություն չի զարգանալու, նոր շունչ չի գալու, նոր երևույթների հայտ չեն գալու, որ նպաստել է պետության զարգացմանը, եւ մենք այս սկզբունքով ենք գնում։ Էլի նախարարությունը հիշեցի կրթության այլից։ Այն ժամանակ էլ ես շատ տարբեր պաշտոնների նոր մարդկանց էի նշանակում։ Եվ այո, նրանց մեծ մասից գոհ էի, մի քանիսը եւ նրանք արդարացրեցին սպասելիքները, մի քանիսից դժգոհ էի եւ ուրեմն նրանք աչքին կան տարբեր բացասական երևույթներով, բայց եթե դու այս ճանապարհով չգնաս, որևէ ուտեղ չես հասնի։ Իսկ եթե այս ճանապարհով ես գնում, պետք է առավելագույնը անես, որ բացասական երևույթներ չունեն, բայց կա փոքր տոկոս հավանականություն, որ որևէ խնդիրներ կլինեն։ Օրինակ Աղազարյանի եւ Ասլանյանի տեսքով։ Դե շատ եք ունեցել, նախկին ցուցակներում էլ եք ունեցել։ Ես Հիմա անդիմության падգամավորներ են։ Ես չեմ ասի, որ շատ են, որովհետեւ եթե օրինակ այն արհավիրքից հետո, որ մենք ունեցանք 20 թվականի պատերազմի հետևանքով եւ դրանից հետո, իրականում մատների վրա կարելի էր հաշվել այն մարդկանց, ովքեր դավաճանեցին մեր գիծը։ Մեկ ձեռքի մատների վրա կամ լավ 2 ձեռքի մատների վրա այդ հսկայական թիմում։ Եվ դա լավ արդյունք է։ Հիմա ո՞րն է լինելու ձեր տեխնացուների, ձեր թիմի ասելիքը հանրության այս 6 ամիսների ընթացքում, ինչու եմ նշում, որովհետև կա մի տպավորություն, որ այս 7 տարիների ընթացքում մենք լավն ենք նախկինները ոչ դիսկուրսից չենք վերանում, նախկինները ձեզ են ինչ-որ բաներում մեղադրում, դուք նախկիններին, արդյոք այս 6 ամիսները նորից դրա պայքարն է լինելու։ Ես չեմ կարծում, որ մենք դրանից զերծ կմնանք, բայց դա ամենայն հավանականությամբ չի լինի այսպես հիմնական ասելիքը, եւ վստահաբար չի լինի, որովհետեւ անցած համարյա արդեն 8 տարիներին մենք այնքան դրական փոփոխություններ ենք իրականացրել տարբեր ոլորտներում բարեփոխումների տեսքով, որ եթե ամբողջ այսօրվանից սկսած անընդհատ խոսենք դրա մասին խոսելու ենք, կարող է ժամանակը չերիքացնի։ Բայց հիմնական ասելիք խաղաղությունն է լինելու։ Նաև խաղաղություն։ Այո, նաև խաղաղությունը, որովհետև իրականում օգոստոսի 8-ը շրջադարձային է եղել մեր 35-ամյա պատմության ընթացքում։ Բայց նաև այդ շրջադարձը եւ այդ իրադարձությունը պետք է փայփայել, ուժեղացնել, որպեսզի մենք հետընթացներ չունենանք։ Իսկ այն որ խաղաղությունը ամենակարևոր նախապայմանն է մեր պետականության զարգացման համար եւ մեր հանրության բարության համար, դա ակնհայտ է եւ այո, այդ ուրեմն երևույթի մասին մենք շատ ենք խոսելու։ Իսկ ո՞րն է լինելու ձեր ընդդիմադիրների ասելիքը ձեր կարծիքով, օրինակ դուք հստակ ասում եք մենք գնում ենք այսօրակարգով հարևանների հետ խաղաղ գոյակցելու, ճանապարհ ենք տրամադրում։ Քանի որ նախընտրական փուլ է, եկեք չօգնենք մեր ընդդիմադիրներին, այլ թույլ տանք, որպեսզի նրանք շարունակեն խայտառակվել, որովհետև այն ինչ որ իրենք հիմա անում են ընդդիմադիր դաշտում եւ նրանց միացած մի խումբ լրագրողներ, դա շարունակական խայտառակություն է եւ ցանկացած քաղաքական ուժի համար ձեռնտու է, որպեսզի այդպիսի մարդիկ նաեւ լինեն դաշտում, որպեսզի իր ասելիքը ավելի հեշտ տեղ հասնի եւ համեմատությունը շատ հեշտ լինի։ Նոր խորհրդանը ձեր կարծիքով կտարբերվի այս եղածից։ Ես շատ կուզեմ եւ մենք անդադ դրա մասին խոսում ենք, որ մեր հանրությունը իրականում այս 5-րդ Շարասյանը եւ այս հիբրիդային պատերազմի գործիքներին ի վերջո ասից տեսություն եւ պարլամենտում լինեն այնպիսի ուժեր, որոնց գլխավոր նպատակն ու շահը ոչ թե իրենց անձնականն է, իրենց կուսակցականն է կամ այլ երկրների շահի սպասարկումն է, այլ Հայաստանի Հանրապետությունն է։ Ես դա շատ կուզեմ։ Բայց իհարկե, ինչպես 21 թվականին, այնպես էլ 26 թվականին
մենք եւ ամբողջ հասարակությունը եւ նաեւ քաղաքական ուժերը պետք է հաշվի նստեն մեր ժողովրդի ընտրության հետ։ Իսկ այն որ մեր ժողովրդի կամքի արտահայտությունն է միշտ լինում խորհրդարանում վերջին տարիներին, երբ որ մենք ապահովել ենք ազատ արդար թափանցիկ ընտրությունը, դա միանշանակ է։ Բայց ձեր կարծիքով որն է խնդիրը, որ օրինակ այդ առողջ ուժերը տեղ չեն գտնում։ Նույնիսկ թիմ ընտրությունների ժամանակ այն ուժերը, որոնք ունեն ժողովրդավարության հետ կապված ասելիք, գնում են այդ ուղղությամբ, ունեն այդ տեսլականը, չեն կարողանում շեմը հաղթահարել նախընտրական, եւ սա խնդիր է, որ առողջ ընդդիմություն չի ձևավորվում ու փոխարենը ձեր նշած այդ 5-րդ Չարասյան ներկայացուցիչներն են հայտնվում մարմինները։ Ես կարող եմ ասել, անուններ չտալով, որոշ մեր ընդդիմադիր գործընկերների հետ ես եղել եմ զրույցներ այս թեմայով եւ ես իրենց ասել եմ, որ իրենք կոնկրետ ուղղություններ պետք է վերցնեն եւ այդ ուղղություններով զարգացնեն իրենց ասելիքը։ Բայց ինչպես մենք նախկինում, բայց իրանք հիմա էլ մի քիչ ուզում են հակ լինել, մի քիչ ուզում են դաշնակ լինել, մի քիչ ուզում են հանրապետական լինել, մի քիչ ուզում են իրենց կուսակցությունից լինել, այս աջափսանդալը որևէ քաղաքական ուժի համար հաջողություն չի կարող ապահովել։ Դու պետք է ունենաս շատ հստակ գիծ, շատ հստակ ասելիք, ոչ թե փորձես բոլորին դուր գալ։ Երբ որ փորձում ես բոլորին դուր գալ, ոչ մեկի դուր չես գալիս։ Իսկ նախկին նախագահների օրինակ ուժերը նորից տեղ կունենան ձեր կարծիքով այս խորհրդարանում, թե ընդդիմադիր այսպես երկրորդ լիդերի ձևավորման խնդիր է հիմա դրվում Սամվել Կարապետյանի միջոցով, ինչ եք կարծում։ Դա իրենք տարբեր սցենարներ են խաղարկում, այդ թվում նաև Գյումրու տարբերակով։ Իրենց գլխավոր երևի օպերացիան Գյումրու ընտրություններից հետո եղել է Վարդանիկ օպերացիան, բայց կարծում եմ, որ Էջմիածնի ընտրություններից հետո իրենք լավ հասկացել են, թե չեն հասկացել, դա իրենց խնդիրն է, որ այդ օպերացիան կենսունակ չի։ Շատ լավ, եւ կուզեի մեր զրույցը ավարտենք հրապարակված փաստաթղթերով, մեր հարցազրույցից շատ քիչ առաջ է հրապարակվել, դեռ չենք հասցրել ծանոթանալ, խոսքը Ղարաբաղյան հակամարտության պատմության մասին է, հրապարակվել են փաստաթղթեր, ինչպես եւ վարչապետը խոստացել էր, շատ դետալների մեջ իհարկե չմտնելով, այնտեղ նաեւ խոսքեր գնում մեղրին փոխանակելու տարբերակի մասին, Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին, որ նշում էր սպառազինության բալանսը այնպիսին է, որ հնարավոր է պատերազմ տեղի ունենա։ Այս հրապարակումը ինքնին կփակի այդ մանիպուլյացիաները, որ նախկին նախագահները, ընդդիմադիր ուժերը փորձեցին այս ընթացքում անել։ Ես ինչպես ասեցի, նրանցից շատերը տրամաբանական դաշտում չեն եւ շարունակում են իրենց անտրամաբանական գործողություններով խայտառակվել։ Եվ հետևաբար եւ այս փաստաթղթերի հրապարակումից հետո այո նրանցից շատերը պետք է լռեն եւ մի կողմ քաշվեն։ Եթե ասելիք ունեն, պետք է գնան բանավեճի վարչապետի հետ, որը վաղուց օդում կախված է։ Հիմա կգա։ Բայց եթե էլի շարունակելու են նույն գիծը եւ անընդհատ իրենց քաղաքական ուժերի հետևից կամ լրագրողների շուրթերով փորձեն էլի հարցեր բարձրացնել, շարունակ խնդրեմ են ունենալու։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում վարչապետի աշխատակազմի ղեկավար եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայք Հարությունյանն էր, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։